Գյումրիի թատերական հրապարակում մարտի 28-ին հիմնադիր խորհրդարանի հանրահավաքի ժամանակ դանակահարված Հրաչիկ Միրզոյանը դեռ Գյումրիի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է, վիրահատությամբ հեռացվել է նրա փայծաղը։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են բավարար, առաջիկա օրերին Միրզոյանը պետք է տեղափոխվի Երևան։ Այս մասին Civilnet-ին տեղեկացրեց հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը։ Նա մանրամասներ ներկայացրեց, թե ինչպես է Գյումրիի հավաքի ժամանակ իրենց վերած ձվեր նետողներից մեկը իր խոսքով ոստիկանների ներկայությամբ դանակահարել Միրզոյանին։ Պատմել է Հրաչիկ Միրզոյանը, երբ որ ձվերով հարվածելուց հետո իրենք այդ սադրիչները փախան եւ այդ ժամանակ արդեն սկսեցին մոտենալ ոստիկանները եւ ոստիկանների հետ միասին ցուցարարների մի մասն էլ վազեցին սադրիչների հետևից եւ Հրաչիկը նրանց մեջ է եղել, ոստիկանների հետ միասին վազելով գնացել է։ Հրաչիկը այսպես է ներկայացնում, որ ինքը ֆիքսել է նրան հայացքով, նա էլ տեսել է, որ իրեն դեմքով արդեն ճանաչող եղավ եւ առանց որևէ խոսք արտաբերելու ուղղակի դանակով հարվածել է։ Ավետիսյանը վստահ է, որ տեղի ունեցածը ոստիկանության դիրիժորությամբ է իրագործվել։ Նա ասում է, որ միջադեպը կարող էր ավելի ցավալի հետևանքներ ունենալ։ Տվյալ պարագայում դա կարող էր նաեւ մահվան ելք ունենալ, որովհետև հարվածը մի քանի սանտիմետր վերև լինելու դեպքում կարող էր նաև սրտին դիպչել եւ մարդը կարող էր մահանալ։ Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Civilnet-ի հետ զրույցում ասաց, որ դեպքը եղել է հրապարակի տարածքից դուրս եւ հերքեց պնդումները, թե դանակահարության ժամանակ ոստիկաններ են ներկա եղել։ Ահարոնյանը հայտնեց նաև, որ հանրահավաքի մասնակիցների եւ հարթակում ելույթ ունեցողների ուղղությամբ ձվեր նետած 5 քաղաքացիներ հավաքների կարգը խախտելու համար նվազագույն աշխատավարձի 50-պատիկից 100-պատիկի չափով վարչական պատասխանատվության են ենթարկվել։ Հանրահավաքի օրը մարտի 28-ին աշխատանքից ազատվել է Գյումրու ոստիկանության Մուշի բաժնի պետի տեղակալ Աշոտ Վարդանյանը, սակայն ազատման պատճառները Ահարոնյանը չցանկացավ մանրամասնել։ Դանակահարության միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով։ Հայաստանի քննչական կոմիտեի մամլոխոսնակ Սոնա Տրուզյանը Civilnet-ին հայտնեց, որ դժոխք ճանաչված Միրզոյանը 3 ցուցմունք է տվել եւ լուսանկարներով ճանաչել իրեն դանակահարած անձին։ Քննիչը հանձնարարել է ոստիկաններին միջոցներ ձեռնարկել, սակայն դանակահարողը դեռ չի հայտնաբերվել։ Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանն ասաց, որ ոստիկաններն այցելել են բնակարան, նա տանը չի եղել եւ ծնողները պարտավորվել են ասել, որ ներկայանա։ Մարտի 28-ին հիմնադիր խորհրդարանը Երևանից մեկնել էր Գյումրիի 100-ամյակն առանց ռեժիմի շարժման մասին իրազեկման հանրահավաք անցկացնելու համար։ Շարժման ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը կոչ է արել գյումրեցիներին միանալ ապրիլի 24-ից մեկնարկող իրենց հանրահավաքներին։ Հիմնադիր խորհրդարանի ապրիլի 24-ից մեկնարկող գործողությունները դատապարտել էր Հայ հեղափոխական դաշնակցության падգամավոր Արմեն Ռուստամյանը։ Նա ասել էր, որ չի կարելի թույլ տալ, որ այդ հանրահավաքները տեղի ունենան։ Իշխանությունները պետք է կանխարգելեն նման հնարավոր զարգացումները եւ մենք էլ մեր հերթին պետք է անենք ամեն ինչ, որպեսզի նրանք հետ կանգնեն իրենց այդ մտադրություններից։ Կանխարգելելը, գիտեք ինչ է, շատ պարզ հասկացություն կա քրեական օրենսգրքում։ Ասում ավելի մեծ վտանգից խուսափելու համար կատարվում են քայլեր, որոնք, այսպես ասած, ծայրահեղ անհրաժեշտությունից բխած են։ Սա ամբողջ աշխարհում ընդունված այն ձևերից է, որոնք որ անգամ եթե սպանություններ են տեղի ունենում, ինչ որ գործընթացներ են տեղի ունենում, որոնք ծայրահեղ անհրաժեշտությունից են կատարված, դրանք արդարացվում են, ինչա դա նորություն է։ Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը հիշեցնելով նախորդ տարեվերջին նախախորհրդարանի անդամների մեքենաների հրկիզումը, Բերձորի ծեծը եւ իրենց հետ կապված այլ միջադեպեր, ասում է, որ ռեժիմն անում է հնարավոր ամեն ինչ, մինչեւ ապրիլի 24-ն իրենց չեզոքացնելու համար, եւ այս դեպքն էլ Գյումրիի հավաքը խափանելու անհաջող փորձ էր։ Տեսնելով, որ մենք թափ ենք հավաքում, ռեժիմը քայլեր է ձեռնարկում մեզ չեզոքացնելու համար եւ ինչպես տեսնում եք, շատ վայրագ եւ բացահայտ լկտի մեթոդներով է գործում։